Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրանը կանխել է ադրբեջանական նավթային տանկերների մուտքը Իսրայել։ Ադրբեջանը Ուկրաինային մատակարարում է հին, խորհրդային ռազմական ինքնաթիռներ։ Իսկ Բաքվում համասեռամոլի սպանությունը հասարակության պառակտման պատճառ է դարձել։ Բարև ձեզ, Fast-Info-ի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իրանը հատուկ ուշադրության է արժանացրել Ադրբեջանի նավթային տանկերները, ուղի դեպի Իսրայել փակված է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս անունը կրող տելեգրամյան ալիքի փոխանցմամբ Իրանն արդեն տևական ժամանակ է հետևում է Իսրայելի նավթամթերքի մատակարարումներին եւ այս անգամ դատարանի որոշմամբ կանգնեցրել է Իսրայել գնացող Ադրբեջանի նավթատար տանկերները, որոնք Սաուդյան Արաբիայից դուրս էին եկել ու Shell լոգո էին կրում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է ապահովել նավահանգիստների անվտանգ անցուդարձը տարբեր դրոշների ներքո, սակայն Իրանն օգտագործում է իր իրավունքը վերահսկելու Հորմուզի նեղուցը եւ ուղիղ ազդելու տարածաշրջանի առևտրային հոսքերի վրա։ Մի խոսքով, Ադրբեջանի նավթն այս անգամ հայտնվել է ոչ միայն միջազգային, այլ նաև քաղաքական ստրատեգիական խաղի մեջ, որտեղ փոքր դերակատարները ստիպված են ենթարկվել մեծ խաղացողների կանոններին։ Daily Express USA-ը հայտնում է, որ Ադրբեջանը Ուկրաինային հին խորհրդային Su-22 ռազմական ինքնաթիռներ է գաղտնի մատակարարում հումանիտար օգնության պիտակով։ Ըստ հրապարակման, այս ինքնաթիռները Թուրքիա, Սուդան, Գերմանիա ստվերային շղթայով են հասնում վերջնական հասցեատիրոջը։ Բաքուն, ինչպես միշտ, ամեն ինչ կտրուկ հերքում է, հայտարարելով, թե իրեն անհիմն են մեղադրում եւ որ Ադրբեջանի օգնությունն Ուկրաինային բացառապես հումանիտար է։ Ստամբուլում էլ բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների լրտեսական ցանցը։ Բարեկամական շփումները անցել են գաղտնի ծառայությունների մակարդակի։ Հախինազի փոխանցմամբ Թուրքիայում ավարտվել է հատուկ ծառայությունների գործողությունը կապված Արաբական Միացյալ Էմիրությունների հետախուզության համար իրականացվող քաղաքական եւ ռազմական լրտեսության հետ։ Կեղծ պրոֆիլների եւ թուրքական SIM քարտերի միջոցով հավաքագրվել են տվյալներ պաշտպանական ոլորտի աշխատակիցների, Թուրքիա արտաքին գործերի նախարարության եւ արտասահմանյան պաշտոնյաների մասին։ Գործին ներգրաված է եղել 4 անձ, 3-ը ձերբակալվել են Թուրքիայում, մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ըստ հաղորդման, նրանց ամբողջ գործունեությունն ուղղորդվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հատուկ ծառայությունների կողմից, երկրի սահմաններից դուրս տեղեկություն փոխանցելու նպատակով։ Մի խոսքով, Անկարան հերթական անգամ հասկացավ, որ գործընկերության, բայց բոլորն էլ հետևում են մեկը մյուսին։ Բաքվում ձերբակալվել են մարդիկ, ովքեր ծածանում էին ԽՍՀՄ դրոշներ։ Անցյալի ուրվականները շարունակում են ազդել ռեժիմի նյարդերի վրա։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում էր, թե ինչպես մի խումբ քաղաքացիներ քայլերթ էին փորձում իրականացնել ԽՍՀՄ դրոշներով, խոստովանելով իրենց կոմունիստական նոստալգիան։ Ադրբեջանի ոստիկանությունը անմիջապես արձագանքել է։ Կազմակերպիչներ Աբդուլլա Իբրագիմլին, Իբրահիմ Ասալին եւ մյուս մասնակիցները նույնականացվել ու ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունն ըստ իշխանությունների պարզել է, որ այդ անձինք վարձել են գրասենյակ, գործել են խմբով եւ այլ պետության ֆինանսավորմամբ։ Թե որն է այլ պետությունը ակնհայտորեն չի նշվում։ Երևի հերթական անգամ մեղավոր են դրսի ձեռքերը, բայց Բաքուն չի դադարում վախենալ։ Կարճ ասած, Ադրբեջանը, որտեղ ֆաշիստական ու քեմալական խորհրդանիշները ազատորեն շրջում են, ԽՍՀՄ դրոշից վախեցավ այնքան, որ ամբողջ ուժային համակարգը ոտքի հանեց, գրում է Հակինազը։ Թալիշ ակտիվիստի գործը քաղաքականացված են համարում նրա հարազատները։ Ռուսաստանի քաղաքացի Քամալ Իսայևը ձերբակալվել է Թուրքիայում եւ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կողմից տեղափոխվել Բաքու։ Նախնական տվյալներով նրան մեղադրանք է ներկայացվել պետության դեմ հանցագործությունների համար։ Իսայևի ընտանիքը վստահ է, որ ձերբակալությունը կապված է նրա ելույթների եւ գործունեության հետ, որոնք ուղղված էին Թալիշ համայնքի իրավունքների պաշտպանությանը։ Սա հերթական դեպքն է, երբ Ադրբեջանը սահմանափակում է ազգային փոքրամասնությունների ակտիվիստների ազատ խոսքը, օգտագործելով պետության դեմ հանցագործությունների առարկան որպես քաղաքական պատրվակ։ Վերջին շրջանում Ադրբեջանի հասարակությունում աճում է ուշադրությունը փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ, հատկապես LGBT համայնքի անդամների անվտանգության առումով։ Ըստ իրավապաշտպանների տեղի են ունեցել սպանություններ, որոնք բարձրացրել են համայնքի անդամների շրջանում պաշտպանական ու սոլիդարության զգացումը։
Միաժամանակ հասարակության որոշ հատվածներում առկա են տարաձայնություններ ու հակասություններ կապված ազատությունների ու իրավունքի կիրառման հետ։ Հասարակական դիսկուրսը հաճախ ընդգծում է հակադրությունը պետական մարմինների եւ կրոնական խմբերի միջև, ինչը ստեղծում է լարված ու անվստահ մթնոլորտ։ Մարաղլի Թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ադրբեջանում սպանվել է մի համասեռամոլ տղամարդ, իսկ բոլոր համասեռամոլները ոտքի են կանգնել նրա պաշտպանության համար։ Իսկ մոլաները լռում են, քանի որ երբ կրոնական անձին ձերբակալում են, դատապարտում են ձերբակալվածին, այլ ոչ թե ձերբակալողին, գրում է ալիքը։ Բարի երեկո բոլորին, հատկապես նրանց, ովքեր Ֆիզուլիի շինարարության վրա խնայել են։ Ողջունում եմ այն օրը, երբ նրանք լիարժեք պատասխանատվություն են կրելու իրենց արածների համար։ Նման վերտառությամբ տեսանյութ է հրապարակվել ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից բռնազավթված վարանդայի տներից մեկից։ Պարզվում է, բռնի հայաթափումից եւ օկուպացիայից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից արագ եւ միանգամից կառուցված տները անորակ են եւ բնակության համար ոչ պիտանի։ Հատկապես ուշադրություն է գրավում այն փաստը, որ որոշ շենքեր արդեն իսկ փլուզման վտանգի տակ են հայտնվել, ամբողջությամբ հեղեղված եւ բնակության համար վտանգավոր վիճակում։ Մի խոսքով, Ադրբեջանը փորձում է ցուցադրել կառուցողական հաջողություն, սակայն իրականում բնակիչները հայտնվում են անպաշտպան ու վտանգավոր միջավայրում, իսկ շինարարության որակը, մեղմ ասած, սարսափելի է։ Ադրբեջանում աճում է գործազրկությունը։ Վճարումներ ստանալու իրավունք ունի ոչ թե ամեն գործազուրկ, այլ ճիշտ գործազուրկը։ Հաղթին ազի փոխանցման Պատերկրի Միլի Մեջլիսը հաստատել է 2026 թվականի գործազրկության ապահովագրական ֆոնդի բյուջեն, ընդհանուր ծախսերը կազմելու են 266.4 միլիոն մանատ, որից ընդամենը 28 միլիոնը նախատեսված է գործազրկության վճարումների համար։ Պատգամավոր Ազեր Ալահվերանովի խոսքով վճարումներ ստանալու շրջանում ընդլայնվում է, բայց միայն նրանց համար, ովքեր աշխատանքը կորցրել են ոչ իրենց մեղքով։ Օրենքը նախատեսում է 6, այսպես կոչված ճիշտ պատճառ, հիմնարկի լիկվիդացիայից մինչև զորավարժությունից վերադառնալը։ Մինչ բնակչության շրջանում գործազրկությունը շարունակում է աճել, վճարումներ ստացողների թիվը սահմանափակվում է իրավական ֆիլտրերով եւ բյուրոկրատական շեմերով։ Հասարակության շրջանում կարծեք թե նոր դժգոհություն է հասունանում։ Գործազրկության աճին զուգահեռ արեստացին Ադրբեջանում ձուն ու հավի միսը շարունակում են թանկանալ։ Հաղթանակած տնտեսության իրականությունն ավելի տխուր է։ Այդ երկրի փորձագետ Վահիդ Մագերամլիի խոսքով դա պայմանավորված է երկրում թռչնի գլխաքանակի կտրուկ նվազմամբ։ 2020-ից 25 թվականներին շուրջ 3 միլիոն հավի անկում է նկատվել։ Պատճառը կերիսղությունն ու բարձր գինն են, հատկապես ցորենի արտադրության նվազման հետևանքով, ինչը մեծացրել է ներմուծման կախվածությունը։ Մագերամլին նաև մատնանշում է շուկայում առկա արհեստական միջամտությունն ու մոնոպոլիաները, նշելով, որ խոշոր արտադրողները թելադրում են բարձր գներ։ Խնդիրը խորացնում են նաև վառելիքի ու կոմունալ ծախսերի աճը։ Փորձագետը կանխատեսում է, որ ձվի գինն առաջիկայում էլ կբարձրանա, հատկապես տոնական շրջանում։ Իսրայելում պատրաստվում են ուժեղ եւ ավերիչ երկրաշարժի։ Իրանցի լրագրողի օրագիրը Թելեգրամյան ալիքի փոխանցմամբ գիտնականները նախազգուշացնում են, որ շուրջ 100 տարվա սեյսմիկ հանգստից հետո հնարավոր է մեծ աղետ տեղի ունենա։ Երկրաշարժի դեպքում կարող է զոհվել մոտ 16000 մարդ, իսկ 5 միլիոնից ավելին մնալ անօթևան։ Տրանսպորտային աջակցման հրամանատարությունը եւ արտակարգ ծառայությունները արդեն իրականացնում են լայնածավալ պատրաստություն հնարավոր աղետին դիմակայելու համար։ Մի խոսքով, Իսրայելում սկսել է նախապատրաստվել մարտական ժամանակների սեյսմիկ սցենարին, որպեսզի նվազեցնեն մարդկային ու նյութական կորուստները, գրում է ալիքը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։